Գիտեք ինչ, 30 տարի մենք լսել ենք, որ Սյունիքը վտանգի տակ է, որ Սյունիքը վտանգի մեջ է, հիշում եք Գոբլի պլան, չգիտեմ ինչի պլան եւ այլն եւ այլն։ Ես ուզում եմ ասել հետեւյալը, որ 2025 թվականի օգոստոսի 8-ի համաձայնություններով Սյունիքի հետ կապված Եթե նույնիսկ հարցեր եղել են, այդ բոլոր հարցերը լուծված են։ Եվ Սյունիքի անվտանգությունը երաշխավորված է։ Սյունիքի հետ կապված որևէ հարց չկա։ Սյունիքում միակ հարցը, որը կա, հետևյալն է, հասնելու է Սյունիքը այդքան հյուրանոցներ կառուցի, որ այդքան զբոսաշրջիկ ընդունի։ Հասնելու է Սյունիքը այդքան Էսա ճանապարհներն են բացվելու, թրիփ նախագիծն է գոյություն ունենալու։ Սյունիքը հասնելու է, որ այդ բարեկեցությունից իր բաժինը ստանա։ Ուրիշ որևէ հարց չկա Սյունիքի հետ կապված։ Սյունիքի հետ կապված մի հատ ուրիշ հարց էլ կա, որը բայց էլի մեկալուծված է։ Մենք գիտենք, որ կա նաև Հայաստանի Հանրապետության տարածքների խնդիր։ Ձեզ հայտնի տարածքների խնդիր, որը մեծ հայտնի իրադարձություն է։ Մենք ասում ենք, որ Հայաստանի Հանրապետության ընդհանուր առմամբ շուրջ 200 քառակուսի կիլոմետր տարածք օկուպացված է, բայց իմիջիայլոց ասեմ ձեզ, ես այս վերջերս լսեցի, որ ընդդիմությունը ասում է, որ 200 քառակուսի կիլոմետր տարածքը մեր ժամանակ է օկուպացվել։ Ոչ, այդ 200 քառակուսի կիլոմետրի մեջ մտնում է Արցախաշենը, Դավուշի մարզի էլի հատվածներ, որոնք 90-ական թվականներից այդ կարգավիճակով են, բայց ես այդ հարցն եմ համարում լուծված, ինչու, որովհետև Հայաստանի եւ Ադրբեջանի սահմանազատման հանձնաժողովների համատեղ գործունեության կանոնակարգով այդ ընդ որում ստորագրվել է եւ վավերացվել է երկու երկրներում ունի բարձրագույն պարտադիր իրավաբանական ուժ։ Այնտեղ գրված է, որ սահմանազատման հիմքում ընկած է Ալմատեի հռչակագիրը։ Սա գիտեք ինչ է նշանակում։ Սա նշանակում է, որ Հայաստանի Հանրապետության տարածքը ճշգրիտ նույնական է խորհրդային Հայաստանի տարածքի։ Այս քարտեզը դրա մասին է եւ դրա համար է։